Արդեն 8-րդ օրը շարունակվող ամերիկյան հարվածներն Իրանի դեմ գնալով արյունալի են դառնում։ Երկրի հարավային շրջանների դեմ իրականացված հարձակումների հետևանքով արդեն 30 խաղաղ բնակիչ է սպանվել, 260-ն էլ վիրավոր է, հայտնել է Իրանի կառավարության խոսնակը։ Հարավում Բելուջիստան նահանգի կենտրոնական հատվածում գտնվող Բամփուր քաղաքի կայազորին հասցված հարվածի հետևանքով էլ իրանական բանակի 7 զինծառայող եւ սպա է զոհվել։ Ամերիկացիները 13 հրթիռով խոցել են կայազորի տարածքում եղած պահեստները, ենթակառուցվածքներն ու զորքերի կացարանները։ Իրանի զինված ուժերը սպառնացել է կոշտ հակահարված հասցնել ամերիկացիներին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև խաղաղության հաստատման չնչին շանսերը գնալով զրոյանում են, մանավանդ որ Թրամփը երեք սպառնաց ռմբակոծելու հողին հավասարեցնել Իրանի քաղաքացիական եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Հաջորդ շաբաթը շատ ծանր է լինելու նրանց համար, քանի որ հերթը հասնելու է էլեկտրակայաններին ու կամուրջներին։ Մենք շարքից հանելու ենք նրանց բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, մինչև չվերադառնան բանակցային սեղանի շուրջ։ Գիշերվանից մինչև լուսաբաց ձգված հարձակումից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ն հարվածների նորալիք է սկսել ժամեր առաջ, փորձելով շարքից հանել այն կարողությունները, որով Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ զգուշացրել է, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի հարվածներն ու չվերացնի ծովային շրջափակումը, լիովին կդադարեցնեն նավթի եւ գազի արտահանումը Պարսից ծոցից։ Տարածաշրջանից նավթի եւ գազի արտահանումը կլինի կամ բոլորի համար, կամ ոչ մեկի։ Թրամփը սպառնալով վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը պնդել էր, թե ձրի չեն ապահովելու նավերի անվտանգ տեղաշարժը եւ 20% տուրք են գանձելու։ Այն դեպքում, երբ նույն Իրանն էր պատերազմի ժամանակ պահանջում, արժանանալով Վաշինգտոնի եւ դաշնակիցների դժգոհությանը։ Երեք սակայն Թրամփը փոշմանել է, ընդառաջելով արաբական դաշնակից երկրների խնդրանքներին, որոնք ամենաշատն էին տուժելու տուրքերի սահմանումից։ Իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի դեսպան Մայք Ուոլցը դժգոհել է Պեկինից եւ պնդել, թե Չինաստանի ղեկավարությունը բավարար քայլեր չի անում ապրանքների մատակարարումն Իրան դադարեցնելու ուղղությամբ։ Չինաստանի ներկայացուցիչ Նանհիմն է համարել մեղադրանքները, հայտարարելով, որ Իրանի դեմ հարձակումը վերսկսելը կրկին անդունդի շեմին է հասցրել Մերձավոր Արևելքը։ Իսկ Թրամփը, երբ իրեն Իրանից են հարցնում, ամեն անգամ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին է հիշում եւ հպարտությամբ հիշեցնում, որ իր հրամանով սպանեցին նրան 2020 թվականին։ Նա խելագար էր, բայց հանճար մի գեներալ, որը լիակատար վերահսկողություն ուներ երկրի ներսում։ Ինձ թվում է, որ իրականում Իրանի ղեկավարներն էլ էին վախենում Սոլեյմանիից, բայց ես սպանեցի նրան։ Թեև Իսրայելն ամերիկա-իրանյան հրադադարի ընթացքում անում էր ամեն ինչ, որ վերսկսվի պատերազմը, սակայն դեռևս չի միանում Իրանի դեմ ամերիկյան հարվածներին։ Երեք Իրանը հակահարված էր հասցրել ԱՄՆ-ին արաբական երկրների, այդ թվում Իսրայելին հարևան Հորդանանի տարածքում, ինչից հետո վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնաց հուժկու հարվածել Իրանին, եթե իրանական որևէ հրթիռ ընկնի Իսրայելի տարածքում։ Իսրայելական դատարանն էլ մի զինծառայողի 5 տարվա ազատազրկման է դատապարտել նախորդ տարվա հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։